Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը։ Ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Քյարքի յուխարի ասկիպարան Բարխուդարլու, սրանք հայկական տարածքների ու բնակավայրերի ադրբեջանական անվանումներն են։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ դրանք թեև Հայաստանի տարածքում են, բայց չպետք է զարմանանք, որ անցնեն հարևանությամբ գտնվող Ադրբեջանի Հանրապետությանը։ Փոխարենը կառավարության ղեկավարը հիշեց Արցվաշենը, որը ըստ նրա հայկական տարածք է, սակայն այնտեղ գնալու համար պետք է անցնել ադրբեջանական բնակավայրերով։ Ինչ կլինի, եթե Տիգրանաշենը դառնա Քյարքի, վերին ոսկեպարն էլ յուխարի ասկիպարան։ Արթուր Հակոբյանն է պատմում։ Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, յուխարի ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Քյարքին Տիգրանաշենն է, յուխարի ասկիպարան վերին ոսկեպարը, Բարխուդարլուն Ազատամուտ Դիտավան Այգեհովիտ հայկական գյուղերի սահմանակից չբնակեցված տարածք է։ Վարչապետի նշած 3 տարածքներից 2-ը գտնվում են Հայաստանի հյուսիս-արևելքում, Տավուշի մարզում, մեկը հարավ-արևմուտքում, Արարատի մարզի վարչատարածքային մաս է։ Փաշինյանը հիշում է նաև 1992-ին Ադրբեջանի բռնազավթած Հայաստանի տարածքի մասին։ Արցվաշենը Հայաստանի տարածք։ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Արցվաշենը կա, ներառված է։ Եթե նույնիսկ Բաքուն համաձայնի տալ Արցվաշենը, այն էքսկլավ է եւ այնտեղ հասնելու համար պետք է անցնել ադրբեջանական բնակավայրերով։ Փաշինյանը վստահեցնում է, Երևանն ու Բաքուն որևէ պայմանավորվածություն չունեն անկլավների հարցում։ Այն նաեւ բանակցային սեղանին չէ, բայց ինքը լուծումը պատկերացնում է 1991-ին ընդունված Ալմաթայի հռչակագրով եւ քարտեզներով խաղաղության գործընթացի շրջանակում։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համակարծիք չէ կառավարության ղեկավարի հետ, թե տարածքների հանձնումը խաղաղության շրջանակում է եւ խաղաղություն է բերելու։ Փորձագետի կարծիքով դա պարզապես միակողմանի զիջում է։ Իշխանությունների համար սա իբր խաղաղության հաստատման գործընթաց է, Ադրբեջանի համար հակառակը, սա հետագա առճակատումների լարվածության նոր օջախների նոր էսկալացիայի հնարավորության հարց է։ Եթե իսկապես կողմերը ցանկանային խաղաղություն հաստատել, հավատացեք, այդ անկլավներ, էքսկլավներ, այդ հարցը հնարավոր կլիներ ուղղակի սենյակում փակվել 2 ժամում այդ հարցը լուծել։ Պրոբլեմն այն է, որ Ադրբեջանը հայլային զուգահեռ քայլեր չի անում։ Դուք երբևէ լսել եք, որ որևէ ադրբեջանցի պաշտոնյա ասի Արցվաշեն։ Ոչ, նրանք ասում են Բաշքենտ։ Նրանք անգամ Վարդենիսը անվանում են Բասարգեչար, Երևանը անվանում են Երևան, ամբողջ Հայաստանը անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Հայաստանի իշխանությունները փաստացի կապիտուլյացիա են իրականացնում եւ ոչ թե խաղաղության գործընթաց։ Սահմանազատում պետք է իրականացնել, բայց այն պետք է ոչ թե Տավուշից սկսվի, այլ Վայոց ձորից, Ջերմուկից։ Արդեն 4 տարի Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հենց Փաշինյանի նշած Հայաստանի ինքնիշխան տարածք եւ շարունակում են օկուպացված պահել Ջերմուկի բարձունքները։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ քայլ չի անում, հակառակը ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի ներքո փորձում է առավելագույնը կորզել։ Հավատացեք, որևէ գործընթաց, որը իրականացվում է ուժի կիրառման սպառնալիքի ներքո, չի կարող համարվել խաղաղության գործընթաց։ Սա է խնդրեմը եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, Քյարքի ասեց, թե չասեց, իհարկե նավաղը մյուս օր կասի մենք ոչ թե Քյարքին ենք հանձնել, այլ Արցվաշենն ենք վերադարձրել, ինչպես ասում էր, ոչ թե Արցախն ենք կորցրել, Հայաստանն ենք վերադարձրել, բայց ասելով չի, ձևակերպումներով չի։ Խնդիրն այն է, որ դա խաղաղության գործընթաց չէ։ Տիգրանաշենը Երևանը Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի հետ կապող միջպետական միակ ճանապարհն է ու ռազմավարական նշանակություն ունի։ Այդ ճանապարհի նկատմամբ դիտարկումն ու վերահսկողությունը Հայաստանը դարձնում է առավել խոցելի։ 90-ական թվականներին երասխից ճանապարհը ադրբեջանցիները գնդակոծում էին եւ ամիսներ շարունակ ճանապարհը անցնում էր Ուրցաձորով, այսինքն ավելի անվտանգ, մեծ խնդիր չի այդտեղով ճանապարհ սարքելը։ Իմ կարծիքով չի կարելի հարցը այդպես դնել, որովհետեւ ենթադրենք դա մեզ համար շատ կարեւոր ռազմավարական է, բայց եթե այդ իրավական փաստաթղթերով դա մերը չի, ինչքան ուզում եմ մեզ համար կարեւոր լինի։ Էլի եմ ասում, այո, եթե խաղաղություն լիներ իսկապես, կարող էին պայմանավորվել, այնպես սահմանը այնպես գծել, որ դա լիներ ֆունկցիոնալ սահման, ինչ որտեղ ինչ որ բան մենք կտայինք, ինչ որտեղ ինչ որ բան իրենք կտային, եթե դա հարմար լիներ եւ իսկապես հարևաններ լինեին, բայց սա հարևանների միջև գործընթաց չի։ Սա թշնամիների միջև գործընթաց է։
Նիկոլ Փաշինյանն անդադար նշում է, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Քաղաքագետը կարևոր է համարում միջազգայինորեն ճանաչված տարածքի պահպանումը, բայց այստեղ էլ ըստ նրա կարող են խնդիրներ առաջանալ։ Պատկերացրեք, ընթանում է սահմանազատում եւ օրինակ Ադրբեջանը պահանջում է Մեղրի ուղղությամբ Արաքսի երկայնքով 1 կիլոմետր լայնությամբ միջանցք։ Կազմում է 42 քառակուսի կիլոմետր։ Եթե ինքը այդ միջանցքը ստանա, փոխարենը Տաուշի մարզում 42 քառակուսի կիլոմետր հանձնի, Նիկոլ Փաշինյանը կասի, այդ թիվը կասի պահպանվեց։ Այսինքն միայն թվով չի։ Կան նաև բազմաթիվ այլ հարցեր, այո, թիվը կարևոր է, բայց պետք չի դա դրոշակի նման անդադ հապար։ Տիգրանաշենը, Վերին ոսկեպարն ու Բարխուդարլուն կփոխանակվեն, եթե այո, ինչի հետ ու որքանով է այդ փոխանակումը համարժեք, թե սահմանազատման արդյունքում կհանձնվեն Ադրբեջանին դեռ պարզ չէ։ Ակնհայտ է, որ կրտսեր Ալիևի հայտարարությունները ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ ուժի սպառնալիքի ներքո ավելին կորզելու նպատակ ունի։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Լեհաստանի փոքր Կոնոտոպե գյուղում բացվել է Եվրոպայի ամենաբարձր Սուրբ Կույս Մարիամի արձանը պատվանդանի հետ միասին 70 մետր։ Այն բարձրությամբ գերազանցում է նույնիսկ Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Փրկչի արձանին։ Այս արձանի շնորհիվ փոքրիկ լեհական բնակավայրը հետզհետե դառնում է տուրիստական կենտրոն, իսկ դրա հովանավորները բարեգործների մի ընտանիք է, որը որոշել է մեծ փառք բերել փոքր քաղաքին։ Համանման ծրագիր ընթանում է նաև Հայաստանում։ Հատիս լեռան գագաթին վեր է խոյանալու 101 մետրանոց Քրիստոսի արձան համալիրը։ Աշխարհում նմանը չունեցող կառույցի նպատակն էլ մեծ է՝ դառնալ համահայկական կառույց համաշխարհային նշանակությամբ։ Մանրամասները ռեպորտաժում։ Լեհաստանի Կոնոտոպե գյուղը, որտեղ 150-ից էլ պակաս մարդ է ապրում, հավակնում է դառնալ զբոսաշրջային նոր ուղղություն։ Այստեղ բացվել է 55.6 մետր բարձրությամբ Սուրբ Կույս Մարիամի հսկայական արձանը։ Կաթոլիկ եկեղեցու արարողակարգով է օծվել արտերի միջից վեր խոյացող արձանը, որը դրված է 15 մետրանոց պատվանդանի վրա։ Տիրամոր արձանը բարձրությամբ գերազանցում է Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Քրիստոսի արձանին, որը պատվանդանի հետ միասին հասնում է 38 մետրի։ Այն նաև ավելի բարձր է Լեհաստանի Սվեբոդին քաղաքում գտնվող Քրիստոս Թագավորի արձանից, որը հիմքի հետ միասին կազմում է մոտ 52 մետր։ Աշխարհում գոյություն ունեն Սուրբ Կույս Մարիամի ավելի բարձր արձաններ, սակայն լեհական արձանը համարվում է ամենամեծը Եվրոպայում։ Լեհաստանի հայտնի գործարար ընտանիքն է պատվիրել արձանը։ Ռոման եւ Գրաժինա Կարկոշկիններն ապրում են Կոնոտոպեից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող պալատում։ Ամուսինները հայտարարել են, որ արձանը Աստծուն ուղված իրենց երախտագիտության դրսևորումն է։ Պատվանդանի ներսում կա նաև դիտահարթակ։ Լեհական իշխանությունը հույս ունի, որ արձանը դեպի փոքր գյուղ կգրավի ուխտավորների եւ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից եւ կդառնա կրոնական զբոսաշրջության նոր կենտրոն։ Բոլոր չափանիշներով ու գեղագիտական հմայքով դեռևս անգերազանցելի է համարվում Հայաստանում վերհառնող Հիսուս Քրիստոսի արձան համալիրը։ Արձանը տեղակայվելու է Երևանից մոտ 30 կիլոմետր հյուսիս-արևելք, 2528 մետր բարձրության վրա Հատիս լեռան գագաթին։ Քրիստոսի արձանը պետք է ունենա խորհրդանշական 33 մետր բարձրություն, տեղադրվի 68 մետրանոց պատվանդանի վրա, ընդհանուր 101 մետր։ Ծառուկյան ընտանիքի այս գաղափարը, արձանի ստեղծման պատմությունն ու շինաշխատանքների ամբողջ ընթացքը հասցրել են ձուլվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, սա դարձնել համահայկական կառույց, համաշխարհային նշանակությամբ։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։ Կարմիր խաչը որպես չեզոք կողմ պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու համար։ Ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ու հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հավելելով, որ պետք է լինի համապատասխան դիմում եւ հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի խոսքով Կարմիր խաչքն իր մանդատի շրջանակում շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, մասնավորապես անհետ կորած եւ
պահվող անձանց խնդիրների շուրջ։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության բացակայության պատճառով երկխոսությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով, նշել է Զարա Ամատունին։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրանյութեր իրացնող տելեգրամյան ալիքների տնօրինողներին եւ 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին եւ այլ թմրամիջոցներ։ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մի խումբ անձինք տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Հսկողություն է սահմանվել նրանց բնակության հասցեներում։ Ոստիկանությունը նախաձեռնել է քրեական վարույթ, խուզարկություններ իրականացրել։ Տելեգրամյան օգտատերերի տարբեր հասցեներում հայտնաբերվել 2 կիլոգրամ 610 գրամ մեթամֆետամին, կանեփի բույսեր, ինչպես նաև 8 միլիոն 188 հազար դրամ եւ $4,500։ Արդյունքում 7 անձ ձերբակալվել է։ Իսլամական Հանրապետությունը պատերազմից հետո կրկնապատկել է սպառազինության արտադրությունը եւ մտադիր է այն եռապատկել, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ռեզա Թալայեինիկը։ Նրա խոսքով Իրանի պաշտպանական արտադրական շղթայում այժմ ընդգրկված են ավելի քան 9000 մասնավոր եւ գիտատեխնոլոգիական ընկերություններ, մոտ 20%-ով ավելի քան 1 տարի առաջ։ Վերջին 1 տարվա ընթացքում հետազոտական նախագծերի 76%-ը հասցվել է պատրաստի արտադրանքի ստեղծման փուլին։ Թալայեինիկը նաև հայտարարել է, որ իրանական սպառազինության որոշ տեսակներ արտադրվում են արտասահմանյան համարժեքներից 10-ից 20 անգամ ավելի էժան։ Թալայեինիկը հավելել է, որոշ նոր համակարգերի մասին տեղեկությունը դիտավորյալ չի հրապարակվում ռազմական գաղտնիքը պահպանելու եւ հակառակորդի համար անակնկալ ապահովելու նպատակով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Թեհրանի դեմ նոր լայնածավալ տնտեսական պատժամիջոցները, որ Միացյալ Նահանգների նման քաղաքականությունը բազմիցս ձախողվել է։ 14 տարի առաջ պատմության մեջ ամենաավերիչ պատժամիջոցները ձախողվեցին, գրել է Արաղչին։ 8 տարի առաջ առավելագույն ճնշում, ձախողում, 5 ամիս առաջ անվերապահ հանձնում, ձախողում։ Այսօր պատմության մեջ ամենաավերիչ տնտեսական գործողությունը դատապարտված է ձախողման, գրել է Արաղչին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում հետախուզական ծառայությունների պետերի հետ։ Հանդիպումը նվիրված էր առաջին հերթին Սիրիայում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձությունների հետագա զարգացման քննարկմանը։ Թուրքիան ձգտում է Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարել Նեթանյահուի հանդեպ, հայտարարել է Թուրքիայի արտարադատության նախարար Աքեն Գյուրլեքը։ Նրա խոսքով գործով դատական քննությունը շարունակվում է Ստամբուլի 11-րդ բարձրագույն քրեական դատարանում։ Գործում որպես մեղադրյալ ներգրաված է 35 անձ, այդ թվում Նեթանյահուն եւ Աֆեկ Մոսկովիչը։ Գյուրլեքը հայտնել է, որ 2026 թվականի հուլիսի 14-ին Նեթանյահուին եւ Մոսկովիչին ցեղասպանության մեղադրանքով տրվել են ձերբակալության օրդերներ։ Դրանից հետո Թուրքիայի արտարադատության նախարարությունը դիմել է ներքին գործերի նախարարություն, խնդրելով նախաձեռնել Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցումներ հրապարակելու ընթացակարգ։ Թուրքական կողմի վարկածով մեղադրյալներն անցնում են խաղաղ բնակիչների դեմ զինված միջամտության գործով, երբ նրանք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազային։ Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդական ինքնիշխանության սկզբունքներից։ Եդինայա Ռոսիա կուսակցության համագումարում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով առաջիկա ընտրությունը կհաստատի Ռուսաստանի դիմադրողականությունը եւ ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը։ Առաջիկա ընտրությունը կանցնի ամբողջ երկրում եւ մենք անպայման կհաղթենք, նշել է նա։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից Պուտինը նշել է, որ որքան բարդ է իրավիճակը ճակատում հակառակորդի համար, այնքան ավելի դաժան ու բարբարոսական հարձակումներ է իրականացնում Կիևի ռեժիմը։ Կանադան դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները եւ կպատասխանի Թրամփի նոր մաքսատուրքերին։ Օտավան մտադիր է հայելային մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ ի պատասխան Վաշինգտոնի նոր մաքսատուրքերի։ Որոշումն ընդունվել է նախօրեին Միացյալ Նահանգների կողմից կանադական շուրջ 28 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերի նախատեսված սահմանումից առաջ։ Նոր մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեն Միացյալ Նահանգների արևելյան ժամանակով կեսգիշերին։ Քարնին հայտարարել է, որ Կանադան կպատասխանի ամերիկյան միջոցներին դոլարի դիմաց, որպեսզի պաշտպանի իր աշխատողներին եւ ընկերություններին։
Մեր մարմնամարզիկները մեկնել են եվրոպական արշավանքների։ Զագրեբ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը մերոնք արդեն 3 մեդալ ունեն յուրաքանչյուր գույնից մեկական։ Առաջին անգամ կարիերայում Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ավետիսյանը։ Մինչ մեր տղաները կվերադառնան մեդալներով Երևան, արդեն Երևանում է Նոայի նոր գլխավոր մարզիչը։ Նա ծանոթացել է ակումբի ենթակառուցվածքներին, հանդիպել ֆուտբոլիստներին եւ իր առաջին ուղերձները փոխանցել։ Մարզական կարիերայում առաջին անգամ մարմնամարզիկ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ է ունեցել եւ հռչակվել չեմպիոն։ Օղակների վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը վաստակել է 14400 միավոր եւ նվաճել ոսկե մեդալ։ Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների առաջնության նժույգ թափեր վարժությունում։ 19-ամյա մարմնամարզիկը եզրափակիչում հավաքել է 15000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։ Նոայի նոր գլխավոր մարզիչը ժամանել է Երևան։ Ուրուգվացի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել Նոայի հետ։ Նորանշանակ մասնագետին ծանոթացրել են ակումբի ենթակառուցվածքներին, ներկայացրել թիմին եւ լսել նրա ծրագրերն ու մոտեցումները։ 49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ում, որպես երիտասարդական եւ հիմնական թիմի գլխավոր մարզիչ։ 3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020-21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։ Նա աշխատել է նաև հունական Պանսերայկոս, Ատրոմիտոս եւ կիպրական Ապոել ակումբներում։ Եթե դուք այստեղ եք, դուք պետք է լինեք 100%-ով։ Այն ժամանակ մենք ոչինչ չունենք, ոչ բոնուս, ոչինչ։ Մենք խաղում ենք միայն հաղթելու անհագ ցանկությամբ։ Այսպես դուք պետք է խաղաք։ Սա միակ ճանապարհն է, որ ես գիտեմ, եւ սա այն է, ինչ ես ձեզնից ակնկալում եմ։ Ֆուտբոլը խիզախության, հավատի եւ քրտնաջան աշխատանքի մասին է։ Նոայում ամեն օր պահանջելու ենք այս գործոնները, թե ինքներս մեզնից, թե ակումբի խաղաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստից, ասել է նորանշանակ մարզիչը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։ Իրաքի շրջաններից արևադարձային տաք հոթի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Հայաստանում օգոստոսի 23-ից 24-ին կբարձրանա 5-ից 6-ին։ Օգոստոսի 25-ից 27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Երևան քաղաքում օգոստոսի 23-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 13-ը, Աբովյան փողոց 29, 31, 33, 35 շենքեր, Իսահակյան փողոց 22, 24 շենքեր, Կորյունի փողոց 9, 11 շենքեր, Ամիրյան փողոց 1, Արմենիա Մարիոթ հյուրանոց միակողմանի, Աջափնյակ վարչական շրջան 11-ից 12-ը, Սիլիկյան 13-րդ փողոց մասնակի, 11-ից 14-ը, Նորաշեն թաղամաս 2, 4, 6 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Դավթաշեն վարչական շրջան 10-ից 16-ը, Դավթաշեն առաջին եւ երկրորդ թաղամասերին հարակից առանձնատներ, Աղաբաբյան փողոց մասնակի, Աղաբաբյան փողոց 7, 9, 13 տեղամասեր մասնակի։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 11-ից 12-ը, Բաբաջանյան փողոց 169, 169-ի 2 հասցեներ, Իսակովի պողոտա 24-ի 3, 24-ի 4 տարածքներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արագածոտնի մարզ 11-ից 16-ը, Օշական գյուղն ամբողջությամբ, Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղեր մասնակի։ Արարատի մարզ 11-ից 12-30-ը, Շահումյան գյուղ մասնակի, 11-ից 13-ը, Գեղանիստ, Դաշտավան, Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 11-ից 14-ը, Արարատ, Ավշար եւ Այգավան գյուղեր մասնակի։ Վայոց ձորի մարզ 11-ից 13-30-ը, Արենի գյուղ մասնակի, 14-ից 16-ը, Եղեգնաձոր քաղաք, Անդրանիկի փողոց եւ Երևանյան խճուղի մասնակի, Անտարային տնտեսության շենքեր, Գետապ գյուղ, Գլաձոր եւ Շատին գյուղեր մասնակի։ Կոտայքի մարզ 11-ից 17-ը, Քասախ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զովունի համայնք 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի փողոց, Արաբկիրի փողոց, Ավետիսյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9-ի 1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի առաջին փակուղի, Սեթրակ Ջալալյան փողոց, Հարությունյան փողոց,
Կարեն Դեմիրճյան փողոց, Շիրազի փողոց, Խաչանովի փողոց, Վահան Տերյան փողոց, Մուշ թաղամաս։ Գեղարքունիքի մարզ 11-ից 11-30-ը, Այգուտ գյուղ 15-րդ, 16-րդ փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 14-ը Մարտունի քաղաք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-30-ից 14-ը Թթուջուր եւ Ներքին Ճամբարակ գյուղեր, թիվ 4 դպրոց, 12-ից 12-30-ը Արչաձոր այգեգործական ընկերություն, Ալ-Մայնինգ ավազահանգ, Հայ աերոնավիգացիա, Ավետիսյան ԱԶ, Viva Armenia, Telecom Armenia, Yucom ընկերությունների բջջային օպերատորների կայաններ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ծաղկաձոր քաղաք, Մայիսյան, Պահլավունյանց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, դպրոց, Մանկապարտեզ, Ոսկու աշխարհ հյուրանոց, Սոֆիա Արաքելյան ՍՊ, Միքայել Վարդանյան, Բրյուսով, Ադոմաս, Կուսաստան, Հայաստան հանգստյան տներ եւ հարակից բաժանորդներ, 12-ից 12-30-ը Բարեպատ գյուղն ամբողջությամբ, 13-ից 13-30-ը Կալավան գյուղն ամբողջությամբ, 14-ից 14-30-ը Այգուտ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 15-ից 15-30-ը Այգուտ եւ Դպրավանք գյուղեր մասնակի, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Տավուշի մարզ 11-ից 13-ը Սարիգյուղ գյուղ, առաջին եւ երկրորդ փողոցներ մասնակի, 11-ից 15-30-ը Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-30-ից 14-30-ը Հովք գյուղ մասնակի, 13-30-ից 15-30-ը Ծաղկավան գյուղ, 1-ից 4-րդ փողոցներ մասնակի, Շիրակի մարզ 11-ից 17-ը Աշոց Քամայնք, Բաշ գյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն, Սարապատ գյուղեր, Սյունիքի մարզ 11-ից 13-ը Ծղուկ, Սառնակունք եւ Սպանդարյան գյուղեր, 13-ից 15-ը Սառնակունք եւ Սպանդարյան գյուղեր, 11-ից 15-ը Մանուկյան փողոց, Ադոնցի Նրբանցք մասամբ, Շահումյան փողոց, Լալայան փողոց, Արցախի փողոց, Աբովյան փողոց, 11-ից 15-30-ը Դաստակերտ գյուղ, Նժդեհ գյուղ, Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերին։